Այս բակն Աբովյան քաղաքում է։ Հիմա կվառվեն Մերսեդեսի լույսերն ու մեքենան բակից դուրս կգա։ Կադրերը շենքերից մեկի մոտ տեղադրված տեսախցիկն է ֆիքսել, իսկ ոստիկանության կոտայքի բաժնում ահազանգն ու քրեական հետախույզների անհետաձգելի գործողությունները եղան հետո, երբ օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնեցին, որ Աբովյանի երկրորդ միկրոշրջանում մեքենա են առևանգել։ Օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց։ Ոստիկանները տուժողից բացատրություն վերցրին, արձանագրեցին Մերսեդեսի կայանման տեղը, ապա սկսվեց որոնողական աշխատանքը։ Բացահայտման համար 2 օր ու 2 անքուն գիշեր պահանջվեց։ Համապատասխան միջոցառումներից հետո օգոստոսի 27-ին մեքենան Գոգավանի սահմանային անցակետից հայտնաբերվեց եւ ուղևորներով հանդերձ տեղափոխվեց սկզբում ոստիկանության տաշիրի, ապա կոտայքի բաժին։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ալեքսեյ Կլինկովը եւ Վասիլի Ռվաչևիչը միասին էին մեքենան բակից դուրս բերել։ Ըստ նրանց, ահազանգողի ամուսինն անօրինական կերպով էր Մերսեդեսը Հայաստան բերել։ Ռուսաստանի Դաշնությունում մեքենան վարձակալման հիմունքներով էր տրվել նրա ղեկավարած ընկերությանը, իսկ երբ վարձակալող կողմը գումարի մի մասը չէր վճարել, Մոսկվայում դատարանը որոշում էր կայացրել Մերսեդեսը վերադարձնել սեփականատիրոջը։ Ըստ Կլինկովի եւ Ռվաչևիչի, իրենք էլ եկել եւ օրինական կերպով մեքենան ցանկացել էին Մոսկվա տանել, անգամ բանալիներն ունեին։ Մենք ունենք հատուկ ստորագրված ակտ, նա է ստորագրել, որ իրավունք ունենք վերցնելու մեքենան, քանի որ այն մեր սեփականությունն է։ Ես սեփականատերն եմ, ինչու պետք է տեղյակ պահեմ մի մարդու, որն իրավունք չունի տնօրինելու մեքենան։ Մեքենան նրան տրված էր ժամանակավոր, վարձակալման հիմունքներով, որի դիմաց պետք է ամսական վճարումներ կատարեր։ Վճարումները դադարեցին, վարձակալական պայմանագիրը լուծարվեց, որից հետո մեքենան հայտնաբերվել եւ վերադարձվել է օրինական տիրոջը։ Նյութերի նախապատրաստման անհրաժեշտությունից ելնելով Մոսկվայից Հայաստան եկած հայն էլ պնդում էր, որ մեքենան միանգամայն օրինական կերպով է բերել, եւ Կլինկովն ու Ռվաչևիչը իրավունք չունեին առանց իրենց զգուշացնելու Մերսեդեսը տանելու։ Մեքենան պատկանում է կազմակերպությանը, որ ղեկավարում եմ ես, գնված ապառիկ պայմանագրով մնացած գումարը 188,000 ռուբլին պետք է վճարվեր ու առանց տեղյակ պահելու, առանց փաստաթղթերի մեքենան եկել են բակից տարել են։ Mercedes-Benz-ն արգրավված է, իսկ թե կողմերից ով է իրավացի, քննությամբ կպարզվի։